Выражаю признательность президенту Азербайджанской республики. Հայաստանի վարչապետն ուզում է, որ Սանկտ Պետերբուրգում չմոռանան Ադրբեջանի նախագահին։ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին չի մասնակցում, բայց Հայաստանի վարչապետը գնահատում է Ալիևի ջանքերը, որ թույլ է տվել ցորեն ու բենզին հասցնել Հայաստան։ Այս առումով գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին։ Խաղաղության մասին է խոսում Փաշինյանը, բայց խաղաղության մրցանակներ Պուտինը հանձնում է Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Qırğızստանի առաջնորդներին։ Երեք երկրների առաջնորդների քաղաքական կամքի եւ հեռատեսության շնորհիվ ըստ Պուտինի լուծվել են սահմանային հարցերը, ստեղծելով համագործակցության ընդլայնման եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հիմք։ Իսկ հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն արդեն հաստատված է, ինչպես պնդում է Փաշինյանը։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանի խոսքով, եթե ամեն ինչ այնքան լավ լիներ, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, ապա Ալիևը կմեկներ Սանկտ Պետերբուրգ ու կփորձեր Պուտինի հետ քննարկել տարածաշրջանային հարցերը։ Ճգնաժամը շարունակվում է եւ հատուկ է արված Ալիևի կողմից։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը փորձել է արդարացնել Ալիևի բոյկոտը։ Դե իրենց ասել են, թե չափազանց խիտ է Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը։ Մենք հասկանում ենք, իսկապես բոլոր պետությունների ղեկավարները խիստ զբաղված գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին, նոր տարվա նախաշեմին։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր կառուցողական գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը շարունակում է համագործակցությանը բոլոր ֆորմատներով մասնակցությունը։ Ռուսները հիմա կարդարացնեն, բայց հետո կհիշեցնեն Ալիևին իր բոյկոտի մասին, վստահ է քաղաքագետ Հայկ Խալաթյանը։ Ռուսաստանի դիվանագիտությանը բնորոշ է եւ երկրորդը հիմա եթե աշխատակազմից այդպիսի պատճառաբանություն արվի, որ զբաղված գրաֆիկ է Ալիևի մոտ, ինչ ռուսական կողմը պետք է ասի ոչ, մենք գտնում ենք դու այդքան զբաղված ես, բայց իհարկե հետևությունները արվում են եւ ըստ այդ հետևությունների կառուցվելու է քաղաքականությունը հետագայում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը տեղեկացրել էր, թե ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահն առանձին շփումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Փորձագետները համոզված են, անսպասելի էր Ալիևի Ռուսաստան այցի չեղարկումը։ Ադրբեջանի նախագահը չի ցանկացել առերեսվել Պուտինի հետ։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի բացառի Ռուսաստանի մասնակցությունը Սյունիքով անցնող ճանապարհների ապաշրջափակման գործընթացներին։ Ավելի լավ է չգալ եւ չմասնակցել եռակողմ հանդիպմանը, որպեսզի թույլ չտալ Ռուսաստանին նույնիսկ ակնարկանել, որ այդ եռակողմ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան վերականգնանում է եւ սկսում է իր գործունեությունը։ Ըստ Խալաթյանի, Ալիևը հիմա իր մեծ եղբոր Էրդողանի հետ է ուզում լուծել Հայաստանի հարավով անցնող անխոչնդոտ ճանապարհի հարցը։ Քաղաքագետի ձևակերպմամբ Ալիևը ոչ միայն Պուտինի, այլև Թրամփի վրայից է ուզում թռնել։ Հասկանալով, որ Սպիտակ տան ղեկավարի դիրքերը կարող են թուլանալ կոնգրեսում, իրենց առանձին խաղն են սկսել Բաքուն ու Անկարան, առաջ տանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեզը։ Բաքվում եւ Անկարայում շատ լավ հասկանում են, որ այսօր Թրամփը կա, վաղը չի լինելու։ Այդ պայմաններում Ալիևը սանկցիոն չունի Թրամփից ազատվելուց հետո կրկին բերել Ռուսաստանին այս հացերի մեջ, հասկանալով, որ ի տարբերություն Թրամփի Ռուսաստանը չի մոռանալու եւ անընդհատ փորձելու է իր դերակատարում ունենալ այս տարածաշրջանային գործընթացներում։ Իսկ Փաշինյանը Մոսկվայից, այսօր էլ Սանկտ Պետերբուրգից սրտիկներ է բաշխում, փորձելով ռուսներին ցույց տալ իրան մնացորդ հավատարմությունը, նկատում է քաղաքագետ Հայկ Խալաթյանը։ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էլ Փաշինյանը ռուսների հավատարիմ դաշնակիցն էր։ Հիշեցնում է քաղաքագետը, նկատելով, որ հետո կտրուկ հակառուսական քայլերի գնաց։ Այս ամենը Կրեմլում սևով սպիտակի վրա գրել են ու մի ամբողջ դոյսե կազմել։ Խալաթյանը համոզված է, փակ դռների հետևում Պուտինը հետաքրքրվելու է Փաշինյանից, թե այդ ինչ հիբրիդային պատերազմ է մղելու Ռուսաստանի դեմ Եվրամիությունից եկող 15 միլիոն եվրոյով։ Փորձելու են հասկանալ, թե
Ինչով է առաջնորդում Հայաստանի իշխանությունը եւ հասկանում է ակցիոտ հետևանքները այս հակառուսական քաղաքականության։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։